Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 27-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 27-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ կարող են ինչ-որ մարդիկ գալ, ձեր ցանկությունները կիրականանան, ինչ-որ բան է ձեզ տխրեցնում կամ ինչ-որ մարդուց կարող եք հիասթափվել կամ ինչ-որ պրոցեսից, գումար եք ծախսելու, գումար եք վճարելու պետական հիմնարկությունում, դա լինի ուսման կենտրոն, բժշկական կենտրոն եւ այլն։ Նաեւ հանկարծակի լուր կլսեք, որ ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց եք թողել։ Կարող եք նաև հուզվել, կարող եք նաև արտասվել, նաև ուշադրություն դարձրեք ժամին, ժամը ձեզ համար շատ կարևոր է, որպեսզի չուշանաք, նաև կարող եք հենց այդ օրը ժամ պայմանավորվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 27-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը գործերը կանեք, կավարտեք, կվերջացնեք, նաև ինչ-որ բանից հուզվում եք, գուցե նաև արտասվում եք, ոմանք կայցել են աշխատանքի, ոմանք այդտեղ կայցել են, այլ կարող եք փնտրել նաև աշխատանք, կխոսեք աշխատանքի մասին, նաև կգնաք հարցազրույցի կամ կընդունվեք աշխատանքի հետ կապված ինչ-որ հարցեր կան, որոնք որ կլուծեք, նաև դա կարող է լինել հանդիպում պետական աշխատողի հետ։ Գումար կստանաք այդ օրը եւ կամ շուտ եք արթնանալու կամ ուշ այդպես, կամ էլ շուտ կամ ուշ կքնեք։ Եվ գործերը կանեք կավարտեք, ասացի, չէ՞։
Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 27-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ունեք գաղտնի սիրավեպ, ունեք գաղտնի գործողություններ, օձեր կան, բամբասկոտներ, նախանձմարդիկ, չար մարդիկ, ունեք նաև գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն, գաղտնիք կբացահայտվի եւ տան հետ կապված ոչի առիթ է։ Միգուցե ձեր տանն է այդ առիթը, միգուցե պետք է գնաք այդ առիթին։ Նաև դա կարող է լինել յուրաքանչյուր հարց տան հետ կապված։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 27-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, նաև կհանդիպեք պետական աշխատողի հետ, ոմանք աշխատանքի հետ կապված ինչ-որ բաներ կխոսեք, կքննարկեք, նաև հարցազրույցի կգնաք, սուտ կա, բայց այդ օրը ուշադիր եղեք, նաև ունեք թաքուն գործողություններ, թաքուն սիրավեպ, միգուցե դա է սուտը,
հանդիպում ունեք այդ օրը, հեռախոսազանգ, յուրաքանչյուր բան ինչ անեք այդ օրը հաջողությամբ կլինի եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ եւս լավ երկար մտածեք, նոր հետո այդ քայլը արեք, միշտապեք ոչ մի հարցում։ Եվ այդ օրը կարող ինչ-որ մեկի հետ ուղղակի երկար մնալ ոչ այդտեղ։ Եվ այդ օրը իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն։ Նաեւ կարող է նոր է սկսվում այդ ցիկլը կամ ավարտվում է դա։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին մայիսի 27-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև կարող այցելել նման կենտրոն, ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, հանդիպում, շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, ձեզ սիրված կզգաք, նաև կարող է այնպիսի ընկեր է, ով որ թաքուն սիրահարվել էր եւ հիմա այսպես սիրո խոստովանություն է ձեզ անում։ Բացի դա էլ ընկերներին կարող եք հանդիպել, ձեզ հարազատ մարդիկ են իրենք։ Այդ օրը ինչ անեք հաջողությամբ կվերջանա, հաջողությամբ կավարտեք, հանդիպում ունեք նաև այդ օրը եւ հեռախոսազանգ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 27-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը գումար կստանաք, նաև հյուրեր ունեք, կամ դուք կգնաք հյուր, ինչ-որ բան է ձեզ տխրեցնում այդ օրը կամ ինչ-որ մեկից կարող եք հիասթափվել։ Յուրաքանչյուր բան այդ օրը հաջողությամբ կանեք, կավարտեք եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, որպեսզի չշտապեք եւ սխալներ չանեք։ Ինչ-որ միտեղ կարող եք գնալ երկար մնալ եւ հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ։ Միգուցե իրար հետ երկար մնում եք միտեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կշեռքների։ Ինչ է սպասվում կշեռքներին մայիսի 27-ին։ Հարգելի կշեռքներ, այդ օրը գումար կստանաք, նաև ինչ-որ հարցեր կան, որոնք կանեք, կավարտեք, կվերջացնեք, վերջնական լուծում կտաք, վերջնական նաև որոշում կկայացնեք, ինչ-որ մեկ հետ կարող եք այդ օրը վիճել, կամ մաքրում եք ինչ-որ միտեղ, այդտեղ հյուր ունեք, եթե իրենք են գալու կարող է մաքրում եք, եթե ոչ, այստեղ նաև ինչ-որ մի բան ձեզ ցավ է տալիս, կարող դրա համար վիճում եք ինչ-որ մեկի հետ։ Որովհետեւ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս այն կկատարվի, կամ նոր է սկսվում ամենամսվա ցիկլ, կամ ավարտվում է դա։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան հենց ձեզանից է կախված, թե ինչպես կանեք եւ ինչ կանեք այդ օրը։ Սպասում եք ինչ-որ մարդկանց, միգուցե հյուրին եք դեռ սպասում, որ գա, կամ ինչ-որ միտեղ եք եւ ինչ-որ մեկին եք սպասում։ Եվ հենց դա է օրը ձեր ձեռքում, կուզեք կսպասեք, կուզեք ոչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 27-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, որը ձեր ձեռքում է, շատ բան հենց ձեզանից է կախված։ Նաև ինչ-որ բան է ձեզ տխրեցնում այդ օրը կամ ինչ-որ մեկից կամ ինչ-որ երևույթից կարող եք հիասթափվել և ծրարով գումար կարող եք ստանալ, նաև ինչ-որ փաստաթուղթ է, որտեղ գումար է գրված, որ ստանալու եք այդ գումարը, կամ խոսում եք իրար հետ նամակագրական կապով, հետո ձեզ գումար են փոխանցում, ինչ-որ նման իրավիճակ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 27-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու և ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի ում հետ, որ սեղանի շուրջ եք նստելու, նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, հանդիպում նաև շփում ձեր ընկերոջ հետ, գործերը կմնան այդ օրը, բայց ամբողջ գործերը չեք հասցնում ավարտին, և կամ սպասում եք նամակի, չեն գրում, կամ սպասում եք փաստաթղթի, փաթեթի, չեն ուղարկում, չկա, հա, դա համար սուտ է դա։ Կամ ինչ-որ մի բան կստանաք, տեղեկատվություն, նաև դա կարող է լինել հենց սուտ։ Եվ այդ օր ինչ-որ մեկից կարող եք հեռանալ, ինչ-որ բանից կարող եք հեռանալ։ Գումարի մասին կխոսեք, գումար կծախսեք, նաև գումար կվճարեք ինչ-որ մեկին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 27-ին։
Հարգելի այճեղջուրներ, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, նաև ոչ թե հնարավորություն կողեք ձեր ձեռքից բաց թողնել, նաև հուզվում եք, կողեք նաև արտասվել ինչ-որ բանի համար, այստեղ ինչ-որ իրադարձություն է սկսվում ձեզ մոտ, ինչ-որ իրադարձություն է, որը ամեն ամիս կա, այդ օրը ևս պետք է անեք կամ կլինի ձեզ մոտ, նաև դա կամ ավարտվում է, դա ամեն ամսվա ցիկլը կամ մեր վերջին մեկ ամսվա ինչ-որ պահեր և դա կարող է նաև սկսվում է։ Այստեղ կողահղիություն է և սկսվում է, այդպես ամեն ամսվա այցելությունը դեպի բժիշկ։ Այդ օրը նաև ունեք գործնական հանդիպում, գործնական խոսակցություն, հանդիպում շփում կունենաք ձեզ համաշատումների անձնավորության հետ և այստեղ գումար կամ կստանաք կամ գումար կծախսեք կամ էլ արժեքի մասին կխոսեք, գումարի մասին կխոսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 27-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը հույսով լցված եք, այստեղ ունեք գաղտնի գործողություն, գաղտնի սիրավեպ և հույսով եք, որ կամ չեն իմանա, կամ կկարողանաք ինչ-որ գաղտնի գործողություններ անել։ Այդ օր նաև հրավերք ունեք որևիցե առիթի կամ ձեր առիթն է դուք եք մարդկանց հրավիրում, նաև ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը, այս ինչ-որ տհաճ պահեր կան օրվա ընթացքում և նաև որը ձեր ձեռքում է, շատ բան հենց ձեզանից է կախված, յուրաքանչյուր բան կարելի ասել, թե որը ինչ կանեք և ինչպես կանեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 27-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, նաև ինչ-որ մեկից կարող եք հեռանալ, կամ ինչ-որ բանից հեռանալ, տալիս եք, ավարտում եք, վերջացնում եք և տալիս եք դիմացինին ապրանքը և հեռանում եք բնականաբար իրանից։ Նաև այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ ինչ-որ մարդիկ կգան։ Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, կամ տան հետ կապված ինչ-որ հարցեր կան, դրանք արդեն գլխացավանք են սարքել, դարձել ձեզ համար, կամ դա կարող է լինել նաև տանը ունեք ոչ մեկը, որ հիվանդ է, բարկած է հիվանդ կամ հիվանդ է։ Եվ այդ օրը նաև յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, մի շտապեք ոչ մի հարցում, ամեն ինչ ճիշտ ժամանակին, նաև ինչ-որ միտեղ կարող եք գնալ երկար մնալ։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկեր կամ ընկերոջ կամ ընկերուհու հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։